ինձ հետաքրքիր է նման մեծ թվով փառատոնների առկայությունը, մտավախություն չկա, որ միմյանց կարող են խանգարել, թե ամեն դեպքում եթե լավ պրոդուկտ է, կգտնի իր լսարանին եւ իրավունք ունի քարտեզում եւս տեղ գտնել, թե մտավախություն, իհարկե մտահոգություն կարող է լինել, բայց այն պայմաններում, եթե համակարգված չլինեն, փառատոնները, նրանց կազմակերպումը, դրա համար էլ այդ խնդիրը կա, դրված է, զբոսաշրջության կոմիտեն դա առնվազն գոնե են փառատոնների մասով, որոնց որ աջակցում է դա կարգավորում է, այսպես կոորդինացնում է, բայց պետք է նաև ապահովել բոլոր ման միջոցառումների կազմակերպիչների ընդհանուր համագործակցությունը եւ համակարգված գործելը, նույնիսկ եթե նրանք չեն վայելում զբոսաշրջության կոմիտեի աջակցությունը։ Այդ դեպքում իհարկե նրանց օգուտը ավելի մեծ է, իսկ արդեն երբ որ համընկնեն նույն օրը լինեն տարբեր փառատոններ, իհարկե դրանք այդքան էլ չեն նպաստի հենց իրենց նպատակի իրականացմանը։ Դա համար շատ կարևոր է, որ տալիս պարոն Ապրեսյան, օրինակ, չեմ Գերմանիայում, այլ եվրոպական երկրներում այսպես էլի շատ փառատոններ ունենում են եւ կարողանում են դա համակարգել։ Տեսեք, շատ փառատոնները մեզ մոտ ինչից է, որ ըստ էության զգացել ենք դրա նշանակությունը, այս մի գործընթաց է, որ շատ թվով փառատոններ ծնվում են, իրականացվում են տարիների ընթացքում, իհարկե դա նաև ըստ էության արդեն նաև մրցակցում են, տարիների ընթացքում կկարգավորվի եւ միգուցե այդքան շատ փառատոններ չմնան, չնայած վատ չի լինի, որ գոնե ամեն ամիս մի լավ փառատոն ունենանք, որտեղ դա նաև առանձնահատուկ զբոսաշրջային արդյունք է, բացառիկ, բացի իր մնացած բոլոր շատ կարևոր նշանակություններից, նաև բացառիկ զբոսաշրջային արդյունք է եւ հարթակ այլ զբոսաշրջային արդյունքներ ձևավորելու եւ ներկայացնելու համար միջազգային փորձը, որ նայում ենք ուրիշ երկրներում, տեսնում ենք, որ այդքան շատ փառատոններ չկան, շատերը նույնիսկ նաև նրանից է երևի, որ մենք շատ ունենք ավանդույթներ, իսկ փառատոնների նաև նշանակությունը այն է, որ մի շատ հզոր գործիք է վերականգնելու, բացահայտելու մեր պատմամշակութային ժառանգությունը, այն նույնիսկ մոռացված ավանդույթներն են սկսում վերականգնել, որովհետև դրանք արդեն արժևորվում են, որովհետև դրանք արդեն պահանջարկ են վայելում, տեսնում են դրանք լավ ներկայացնելու նաև օգուտը, անհրաժեշտությունը, թող մենք էլ լինենք աշխարհում այն երկրներից մեկը, որ ունի շատ փառատոններ, որ միշտ կարող են այցելել զբոսաշրջիկները եւ անպայման մեկ իրադարձության, տենց գեղեցիկ իրադարձության մասնակիցը դառնան, որովհետև այսօր միտումը համաշխարհային զբոսաշրջության մեջ այն է, որ զբոսաշրջիկը չի բավարարվում պարզապես ճանաչողական նպատակներով այցելությունից, գնամ տեսնեմ Գառնին, Գեղարդը կամ գնամ Փարիզ Լուվրը տեսնեմ կամ մյուսը։ Զբոսաշրջիկն ուզում է կյանքի փորձ կիսել տեղի բնակչության հետ, ուզում է տեղի մշակույթին անմիջականորեն առնչվել, տեղի կյանքով ապրել, հա, իսկ փառատոնները այդ հնարավորությունը տալիս են, գան միանգամից զբոսաշրջիկները ընկղմվեն այդ ողջ մշակութային կյանքի մեջ եւ դա վայելեն։ Դրա համար եթե մենք կարողանանք, իսկ նման բան կա, տարբեր արդեն կայքեր կա, նաև էլի ֆեդերացիայի անդամ Էվենտուրա ընկերությունը նույնպես իր կայքում կարողացել է նմանպես մի բան հրապարակել, թե ինչ փառատոններ կան, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կայքեջում նույնպես դա կա, դա կոմիտեն նույնպես իրականացնում է, բայց մենք չպիտի ասենք կոմիտեի գործնա թողանի, պիտի օգնենք, պիտի առնվազն ինֆորմացիա տանք, պիտի համագործակցենք։ Հա եւ այդ դեպքում արդեն ամեն ինչ լավ կլինի, համակարգված կլինի, բոլորը կիմանան, իսկ պետք է ամբողջ աշխարհը իմանա ցանկը, իրականացման ժամկետները, վայրերը եւ շատ կարեւոր մի բան,
փառատոնները պետք է վայրը չփոխվի, օրը չփոխվի, որպեսզի կանխատեսելի լինեն, որպեսզի զբոսաշրջիկները, աշխարհի քաղաքացիները աշխարհի տարբեր ծայրերից կարողանան պլանավորեն, իմանան, որ կարող են իրենք արդեն հաջորդ տարի գան անպայման մասնակցեն հայ իրանական փառատոնին, գան Գյումրիում մասնակցեն հայ, ասենք, ջազ փառատոնին, գան մասնակցեն խորովածի փառատոնին, երևանյան գինու օրերին, գարեջրի փառատոնին, չգիտեմ, դրանք պետք է իրենց օրը եւ տեղը հաստատուն ունենան, դա շատ կարեւոր է եւ միմյանց չխանգարեն։ Շատ լավ, խնդրեմ Տիկին Կարապետյան հավելեմ պարոն Ապրեսյանին, նշեմ, որ փառատոնների բազմազանությունը նաև լավ է, որովհետև ապակենտրոնանում է եւ յուրաքանչյուր մարզում մի հետաքրքիր միջոցառում տեղի ունենում եւ թե տեղի բնակիչները, թե զբոսաշրջիկները կարող են գտնել իրենց նպատակների, իրենց ցանկությունների համապատասխան միջոցառում։ Քաղաքացի կլինի կնախընտրի ջազը, կգնա այս համայնքը կմասնակցի այս միջոցառմանը, մյուս քաղաքացին կնախընտրի գարեջուրը, կմասնակցի մյուս քաղաքում կազմակերպվող այս միջոցառմանը։ Այսինքն մենք մի երկիր ենք, մի տարածք ենք, որտեղ դու կարող ես տարբեր նպատակներով, տարբեր նախասիրությունների համար քեզ հարմար գործողություններ գտնես։ Եվ դա դրական է նաև տեղացիների համար, ինչպես նաև արտասահմանյան մեր հյուրերի համար։ Յուրաքանչյուրը կարող է իր նպատակների, իր ցանկությունների համապատասխան գործողություններ գտնել։ Այո, հասկանում ենք, որ շաբաթ-կիրակիները կարող են համընկնել տարբեր փառատոնների հետ, բայց իրանք բազմազան են, նույն փառատոնը նույն բովանդակությամբ չի տարբեր մարզերում, այլ տարբեր գործողություններ են, որը հետաքրքիր է եւ կարող ես գնաս այցելել այդ մարզը, այնտեղ անցկացնես գիշերակաց, մյուս օրը գնաս պատմամշակութային ինչ-որ մի վայր եւ վերադառնաս հետ արդեն քո բնակավայրը կամ քո հյուրանոցը, եթե արտասահմանյան զբոսաշրջիկ ես։ Մեր այս փառատոնների ցանկում կան փառատոններ, որոնք երկար տարիներ է անցկացվում են, մենք այսօր կարող ենք ասել, որ ունենք այնպիսի կայացած պրոդուկտներ, որ հատուկ դրանց համար են զբոսաշրջիկները գալիս Հայաստան, ոչ թե լինելով Հայաստանում տեսան միջոցառումը գնացին մասնակցին, կոնկրետ փառատոնը բերում է զբոսաշրջիկ Հայաստան։ Այո, եւ այդ փառատոնները ոչ միայն զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ իրականացվող փառատոններն են, օրինակ Երևանի գինու օրերը նշեց այս տարի իր 10-ամյակը եւ մարդիկ իմանալով, որ միշտ մայիսին հունիսին կներեք փառատոնը իրականանալու է, իրանք արդեն իսկ նախատեսում են 1 տարի առաջ ուր կարելի է գնալ։ Նույնը կարող ենք ասել գարեջրի համար, նույնը կարող ենք ասել հայ-իրանական փառատոնի համար, նույնը կարող ենք նաև նշել Արենի գինու օրերի համար, նույնը կարող ենք նշել օդագնացության փառատոնի համար, նույնը կարող ենք նշել Արմենիա միջազգային սիմֆոնիկ համերգների մասին։ Այսինքն կան որոշակի տենդենսներ, որոշակի փառատոններ, որ արդեն իսկ ձևավորված են եւ արդեն իսկ կայացած են, մարդիկ հետաքրքրությունով սպասում են, թե այս տարի ինչ նոր մշակութային հատված են ունենալու, ինչ կարող են գալ, տեսնել եւ բացահայտել։ Շատ պիտի խնդրեմ, եթե ձեռքի տակ ունեք, առաջիկա 1 ամսվա գոնե նշեք, հա, թվարկեք օրը, ժամը, օրը, տեղը։ Ինչպես նշեցի, Եղեգիս ֆեստն է նախատեսվում առաջին զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ փառատոնների մասին կարող եմ ասել։ Առաջինը Եղեգիս ֆեստն է լինելու, որը հուլիսի 25-ին Վայոց ձորի հորս բնակավայրում է լինելու, օգոստոսի 1-ին խորովածի փառատոնն է լինելու Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքում, Դալան ֆեստը նախատեսվում է Շիրակի մարզի Գյումրիում օգոստոսի 7, 8, 9, օգոստոսի 10-11 Սյունիքի մարզի Սիսիանում տեղի ունենալու Նավարսարդ հայ-իրանական փառատոնը, օգոստոսին 14-15, 21-22 հայաջազում ջազը Բաքում միջոցառումն է լինելու Եղեգնաձոր, Գորիս, Վանաձոր, Դիլիջան, սեպտեմբերին եւս նախատեսում ենք միջոցառումներ, լինելու է Կոտայքի մարզի Եղվարդում Էրֆեստը, արկածային զբոսաշրջության փառատոնը, արհեստների եւ արվեստների փառատոնը, որը Դիլիջանում է լինելու Տավուշի մարզում, այս տարի նշում է իր 15-ամյակը, մեծ շուկով նրանք եւս նախատեսում են միջոցառում իրականացնել։
Արմենիա միջազգային երաժշտական փառատոնը սեպտեմբերից հոկտեմբեր ժամանակահատվածում իր համերգներով եւս հանդես կգան։ Այս տարի սեպտեմբերին նախատեսվում է նաեւ Colors of Armenia արվեստամիջազգային նկարչական փառատոնը, որը Շիրակի մարզում է լինելու, թեատրոն կատարողական արվեստի միջազգային ֆրանկոֆոն փառատոնը սեպտեմբեր ամսին է լինելու եւ Արենի գինու փառատոնը հոկտեմբերին, ինչպես նաեւ բացահայտիր Հայաստանը երկնքից օդագնացության միջազգային փառատոնը եւս հոկտեմբերին է նախատեսվում։ Բովանդակային առումով բավական բազմատեսակ, այո, եւ յուրաքանչյուր մարդ կկարողանա իր ցանկություններին համապատասխան ընտրել որևէ փառատոն։ Փառատոնների ցանկը զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական սոցիալական հարթակներում հրապարակված են, ցանկացողները կարող են ավելի ստույգ միջոցառման մասին տեղեկանան, եթե կազմակերպությունները, համայնքները դիմում են մեզ խնդրելով, որ մենք կարողանանք լուսաբանել նաև իրենց փառատոնները, որ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ չեն իրականացվել, մենք մեծ սիրով այդ տեղեկատվությունը տարածում ենք, այդ տեղեկատվությունը մեր սոցիալական հարթակներում տենում ենք, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ տեղեկանան, հնարավորինս շատ մասնակցություններ լինեն տարբեր փառատոնների։ Շատ լավ, խնդրեմ նաև զբոսաշրջային տվյալները ներկայացնել, կիսամյակային նկարծես կա թվերը։ Այո, արդեն հրապարակված մենք ունենք հունվար, հունիս ամիսների զբոսաշրջային այցելությունների թվերը։ Այս տարի հունվար-հունիս ամիսներին մենք ունեցել ենք 1,41,598 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար 14% 8%-ով գերազանցում է։ Իսկ ամենաշատ այցելությունները որ երկրից են։ Ամենաշատ այցելությունները առաջի եռյակում Ռուսաստանը, Վրաստանը եւ Իրանն են, առաջի տասնյակի մեջ մտնում է նաեւ Չինաստանը, Գերմանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իտալիան, Հնդկաստանը, Իսկ այն երկրներ, որ օրինակ նախկինում շատ քիչ են ունեցել շարժ, իսկ վերջի տարիներին նկատում ենք, որ ակտիվացում կա։ Այո, կարող ենք փաստել, ճիշտ է, դեռ շատ պետք է տոկոսային իրանք կան հասնեն մինչև առաջի եռյակ, բայց ուղիղ թռիչքները նպաստում են նոր զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, կարող ենք ասել, որ մայիսին մենք մարքեթինգային արշավ իրականացրեցինք Լոնդոն, Երևան ուղիղ չվերթին ընթരാճ, հունիսից բացվել է այդ ուղղությունը, ակտիվություն արդեն սկսել ենք նկատել, ճիշտ է դեռ վաղ է այդ մասին խոսալ, որովհետև տարին պետք է ամփոփվի եւ մենք ավելի ստույգ տվյալներ կունենանք, բայց միանշանակ այն ուղղությունները, որտեղից մենք ունենք ուղիղ չվերթներ, այդ ուղղություններից, այցելությունների թվի մեջ մենք տեսնում ենք որոշակի դրական դինամիկա։ Շատ լավ, շնորհակալ եմ, ինչ որ բան բաց մնաց, խնդրեմ ավելեք։ Դե ուզում եմ նշել, որ օգոստոսի 10-11 արդեն ավանդաբար, ինչպես նշեցի, որպես սկզբունք վայրը չի փոխվում, օրը չի փոխվում, Սիսիան համայնք հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոն Նավասարդ այս տարի արդեն 2 օր է լինելու փառատոնը եւ օգոստոսի 10-ին եւ 11-ին շատ մեծ ակտիվություն կա իրանական կողմից էլ իմջալուս նախորդ անցած շաբաթ ես Իրանում եմ եղել բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացրել եմ նաև փառատոնը, նաև մամուլի ասուլիս եմ տվել, իրականում մեծ ոգևորություն կա Իրանում, այս տարի նրանք ավելի քան 40 տաղավարով են մասնակցելու հայ-իրանական փառատոնին, 42 փառատոն արդեն իրենք հայտ են ներկայացրել, տեսնենք ընթացքը ինչ տաղավարի համար, այո, այս տարի մի լավ նորություն է լինելու, իհարկե խոհարարական մրցույթ եղել է միշտ փառատոնի ընթացքում, այս տարի դա փոքր ավելի կարևոր ու հետաքրքիր խորհուրդ կունենա, մի նոր նախաձեռնություն, որը ամենամյա կդառնա խաղաղության գավաթ միջազգային խոհարարական մրցույթ է լինելու այս տարի փառատոնի շրջանակներում։ Այնպես որ բոլոր եւ գործընկերներին եւ մեր հարգելի հայրենակիցներին հրավիրում ենք փառատոնին, գործընկերներին առաջարկում ենք համագործակցություն, մի մեծ տոն է լինելու։ Եվ այս փառատոնի նշանակությունը արդեն փոքր ավելին է, քան այն մնացած նշանակությունները, շատ կարևոր նշանակությունները
Սա նաև տարածաշրջանային համագործակցության, տարածաշրջանային մրցունակության կարևոր գործոն է, հայ-իրանական հարաբերությունների եւ ժողովուրդների միջև, միջմշակութային երկխոսության, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման շատ կարևոր հարթակ եւ գործոն է։ Այնպես որ այս փառատոնը 5 տարին է արդեն լրանում, Հանգամյա Հոբելյանն է, այնպես որ հարգելի հայրենակիցներ, եկեք վայելեք, ինչպես արդեն նշվեց, սա այն փառատոնն է, որ արդեն նախապես պլանավորում եւ գալիս են մեծ թվով զբոսաշրջիկներ դրա համար, հենց փառատոնին մասնակցելու համար այցելում են Հայաստան, անցած տարի աշխարհի տարբեր ծայրերից, Ճապոնիայից, Սկանդինավյան երկրներից, ինչպես նաև աշխարհագրությունը հատուկ նշեցի, որ տարբեր ծայրերից աշխարհի եկել էին փառատոնին։ Տոլմայի փառատոնին այս տարի շատ եկան էլի տարբեր երկրներից եւ նախապես պլանավորված հատուկ եկել էին փառատոնին մասնակցելու համար, այնպես որ այո, մեզ մոտ կայացած փառատոնների համար հատուկ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, հատուկ գալիս են նաև գինու փառատոնի համար հոկտեմբերին, ամեն տարվա հոկտեմբերի առաջին շաբաթ-օրը տեղի ունենում, դա արդեն ավելի քան 20 տարվա պատմություն ունի գինու փառատոնը եւ բնական է, որ հատուկ այդ փառատոնի համար գալիս են Հայաստան աշխարհի տարբեր երկրներից։